Հաջորդ մշակութային իրադարձության ենք անդրադառնալու հյուրեր իրար վրա են գցում թեովի այս նախագծի մասին խոսելու, բայց չգիտեն, որ ես երկուսին էլ խոսեցնեմ, են էլ ոնց, որովհետև ինձ շատ հետաքրքիր է նախ վերնագիրը, ինչով էր պայմանավորված, որովհետև առավոտից փորձում հասկանալ ինչու այս վերնագիրը եւ բովանդակությունը չափազանց այլ, որովհետև հիմա ինձ նման այդ գայթակղությանը չենթարկվեք, սիրելի հեռուստադիտողներ, ներկայացնեմ ինչի մասին ենք խոսելու։ Հայաստանում Գյումրիում նկարահանվում է Մոխրոտիկի կոշիկները հայ-ամերիկյան համատեղ արտադրության լիամետրաժ դրաման, որն անդրադառնում է ցավոտ թեմայի՝ երեխաների թրաֆիքինգի։ Ֆիլմի նախատեսում է հանձնել հանդիսատեսի դատին 2025 թվականի ամռանը։ Այս մասին խոսենք մեր հյուրերի հետ՝ սցենարիստ, պրոդյուսեր, դերասան Մարիամ Վարդանյան եւ դերասան Էդգար Քոչարյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Ես առավոտից ուզում եի հասկանալ Մոխրոտիկի կոշիկները մի տեսակ մեզ տանում է հեքիաթ, արքայազն, շատ սիրուն վառ հուշեր եւ միանգամից դրա կողքից գալիս է տենց թրաֆիքինգը։ Ինչի եք այս խեղճ հեքիաթի, այս գեղեցիկ վերնագիրը համատեղել այս երևույթի հետ։ Եկեք մեկնաբանենք։ Քանի որ գլխավոր կերպարը, իմ կերպարը, Շաքարի կերպարը ունի անցյալ եւ նա գալիս է իր անցյալից եւ գալիս է գյուղաքաղաք իր հետ բերելով իր միակ հուշը, որը իր համար ամենաթանկ նվերն է իր սիրելի կողմից, որը որ կոշիկներ են։ Շատ բան չեմ ուզում ասել, բայց իրականություն կա այս պատմության մեջ։ Ոչ։ Ինչ ենք որոշել սրան անդրադառնանք մեր իրականության մեջ, եթե համեմատենք, աշխարհի լավ չասենք, հիմա ամբողջ տվյալները չունենք, բայց իրականում մեր իրականության մեջ այդ երևույթը ծանր առկա է, թե միանշանակ։ Ուղղակի չենք բարձրաձայնում։ Այո, եւ հնարավորինս փորձում ենք ամեն մեկս մեր կողմից օգնել երեխաներին, օգնել օգնականներին։ Եվ ինձ թվում է սա մեզ համար մեծ առիթ էր, որ եւս մեկ անգամ անդրադառնանք այս թեմային։ Էդգար, եկեք անդրադառնանք ձեր մասնակցությանը, ինչ եք անում դուք այս ծրագրում, այս ֆիլմում։ Շատ կարևոր միսիա եմ իրականացնում, Շաքարին ձերբակալում եմ։ Ինքը կերպարային շատ մեծ տեսաններ չունի, բայց կարծես առանցքային դեր է խաղում։ Ոստիկան է։ Այո, ինքը ոստիկան է եւ իմանալով, որ իր մտերիմ կոռուպցիոն, այսպես ասած, համակարգի մաս է կազմում սերժանտը, այս կերպարինը սերժանտ է, եւ իմանալով, որ այս պատմությունը ի վերջո դուրս է գալու իր ծանոթի, քաղաքապետի կամ այդ խավի հետ, որոնք շատ լուրջ մեղավորություն են այս թրաֆիքինգի հարցում, հանցավոր համաձայնությամբ կարողանում են այնպես անել, որ հա, դե մի քիչ այնպես անենք, որ հերոսը մի քիչ բացենք, մի քիչ այնպես ենք անում, որ կարողանանք վատ դրության մեջ դնենք, այսպես ասեմ, որ շատ չբացենք։ Քանի կերպար կա ֆիլմում խաղացող, մեծ է ֆիլմի մասշտաբները։ Այո, 26 կերպար։ Ահա, քանի ժամ է տևում։ Գրեթե ինքը գեղարվեստական ֆիլմ է, այո։ Այս պահի դրությամբ 1 ժամ ու կես, 1 ժամ 40 րոպե։ Ինչ միջոցներով ենք նկարում այս ֆիլմը։ Նկարել։ Այո։ Ֆինանսական աջակցությունը։ Ֆինանսական աջակցություն չենք ունեցել, մենք մեր ուժերով ենք աշխատել։ Ես եւ ֆիլմի ռեժիսորը Նասիմ Քիանին, որը որ ֆիլմի սցենարիստն է նաև եւ պրոդյուսերներից մեկը, ֆինանսական աջակցություն բնավ չենք ունեցել եւ հիմնականում ֆինանսի իր կողմից է ներդրվել։ Թեման, որի մասին խոսում եք, այսպես ասած, փորձում եք բարձրաձայնել, քննարկման ժամանակ վստահ եմ պրոդյուսերը, այդ ռեժիսորը ունեցել եք, հա, պայմանավորված եք, որովհետև ծավալուն գեղարվեստական ֆիլմ նկարել, այսօր մարդիկ ուզում են նկարել այնպիսի բան, որը շատ կլինի կոմերցիոն, կամ հումոր, կամ դրամա եւ այլն, ինչու որոշվեց հենց այս թեմային անդրադառնալ։ Դե գաղափարից գաղափար որ այս թեման ինչ լինի, ավելի գրագետ վարվեն մարդիկ ու բարձրաձայնեն, թե ճիշտ հակառակը փորձում ենք դրա դեմն առնել այս ֆիլմով, ինչ ենք անում։ Դե փորձում ենք ավելի շատ նաև բարձրաձայնել եւ kind of it's awareness, ավելի հայերեն ինչպես կլինի awareness, ոնց որ ինչ որ միտեղ ավելի, չգիտեմ հայերեն ոնց են ասում դրան, բայց
եւ բարձրաձայնել, եւ ցույց տալ, եւ փորձել մարդկանց զգուշացնել, որ ներկայիս այս պահին դեռ կա իրողությունը։ Ինչու Գյումրիում նկարահանումները։ Դա իմ գաղափարն էր։ Գալ Գյումրի։ Իհարկե ասեմ, որ ֆիլմը տեղանք չունի, ազգություն չունի եւ կրոն չունի, նաեւ ժամանակաշրջան չունի։ Նա համամարտկային պատմություն է, այսինքն յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր ժամանակաշրջանում այս դեպքը կարող է լինել եւ կա եւ հուսամ չի լինի ապագայում, բայց իմ որոշումն էր գալ Գյումրի։ Բացառապես հայ դերասաններ են ընդգրկված ֆիլմում, թե դրսից են։ Նաեւ կան դրսից, Հայաստանից ընդգրկվել է մեր շատ սիրելի Էդգարը, օտար երկրից կան Մեհդի Բաջիստանին, որը շատ մեծ դերասան է, Մուհամեդը եւ մեր ֆիլմի տեխնիկական մասը հիմնականում եկել են օտար երկրից, այսինքն ֆիլմի օպերատորը Մասուդը Թիրանին շատ հայտնի եւ շատ տաղանդավոր օպերատոր է, մեր production designer-ը եւ ամբողջ գրեթե հիմնական production team-ը օտար երկրից են եկել։ Դուք ապրում եք նահանգներում։ Այո։ Իչելուց Գյումրիից էինք, նաև դա է դեր խաղացել որ Գյումրիից։ 18 թվականին էր, ես հիշում եմ մենք առաջին անգամ ձեզ հետ ծանոթացանք, այն ժամանակ հայ թագուհիների հետ կապված ինչ-որ պրոյեկտի մեջ էիք, ընդգրկված կամ ուզում ընդգրկվել, լավ չեմ հիշում։ Եղավ էի վերջերս։ Հիմա ընթացքի մեջ է, որտեվ պատմական ֆիլմ նկարել այդքան էլ հեշտ չի, բայց միջև այս պահի դրությամբ աշխատում եմ այդ ֆիլմի վրա։ Իսկ այս ընթացքում ինչ ֆիլմեր են էլի նկարվել, եթե նկարվել են, ինչ դերակատարման մասնակցություններ եք ունեցել, եղել են։ Ամերիկայում նկարվել են 2 ֆիլմ այս ընթացքում 18 թվականից հետո եւ հիմա պետք է գնամ եւ սկսեմ իր ֆիլմի աշխատանքները։ Այս ֆիլմի աշխատանքները։ Չէ, հաջորդ ֆիլմի աշխատանքները։ Ինչ ֆիլմ է։ Ես հետաքրքիր է մեր հայերը ինչով են զբաղվում այնտեղ։ Մարիապետի մասին է ֆիլմը, շատ հետաքրքիր։ Իսկ ոնց է այնտեղ, այսինքն հիմնականում աշխատում եք, չգիտեմ, հայերի հետ, թե առանձնապես այդ դաշտում ոլորտում աշխատում ես ու կապ չունի արդեն։ Ակտիվ է ֆիլմ արտադրությունը հիմա այնտեղ, որտեղ դուք տենց ներգրավված եք, ոնց են։ Գրեթե։ Հա։ Այո։ Հայաստանի նման չի, հա։ Չէ, Հայաստանում էլ ակտիվ, բավականին ակտիվ է։ Հա։ Բավականին, իհարկե։ Հետաքրքիր է, երբ մենք խոսում ենք հնակ Գյումրու մասին, դե ոնց հասկացա լավ գյումրեցի եք, հետեւաբար ընտրությունը տենց մի տեսակ ոնց կլինի, որ Գյումրիում չնկարվի։ Շատ կոլորիտային է իհարկե ու շատ սիրուն, բայց առեթունեցել եք ամբողջ Գյումրու հմայքը ներկայացնելու ֆիլմում, թե տենց թեմային ընդառաջ եք գնացել, Չէ, միանշանակ ներկայացրել ենք մեր Գյումրին հնարավորինս գեղեցիկ տեղանքներով լի էր մեր ֆիլմը, այսինքն նկարել ենք բավական մի քանի թանգարաններում, անտիկ տներում, բավականին հետաքրքիր տեղանքներ ենք ունեցել։ Որտեղ է լինելու պրեմիերան, Հայաստանում թե նախատեսում ենք նաև Հայաստանում։ Նաև, բայց առաջին պրեմիերան երևի չի լինի այստեղ։ Չգիտեմ դեռ։ Դեռ խոսում ենք։ Ինչ-որ փառատոների մասնակցություն ունենալու է։ Այո։ Արդյոք թեման այնպեսին է, որ որպես կանոն սկսում են փառատոների մասնակցությունից։ Էդգարին երբ եք տանում Միացյալ Նահանգներ խաղալու։ Այ ամենակարևոր հարցը երբ է խաղալու։ Սովորաբար Էդգար ջան, ես միշտ հարցնում եմ sense դեպքերում, բա ինչու ես այնտեղ չեմ խաղում, բայց այս դեպքում ինձ թվում է ասում քո մասին պետք է խոսենք։ Ես էլ իմացա Դավիթին պատճառ ենք տվել մի կարճ ժամանակով էլի Միացյալ Նահանգներ, բայց այո, կարճ ժամանակով, այո, ես վերջերս իմացա Դավիթի համացանցում գրել էր, որ բոլորը խոսում են, որ ինքն էլ լքեց Հայաստանը, այնտեղ զգուշացնում էր բոլորին, որ ինքը չի լքել եւ շուտով կվերադառնա։ Դե այո, եթե հատկապես դրանք մշակութային այցեր են, ես միշտ ուրախ եմ, որ մեր հայրենակիցները առիթ են ունենում այդ առումով ներկա լինելու այնտեղ։ Ներկայացում ֆիլմ, դրա համար ասում Էդգարին տարեք, թող այնտեղ նկարվի։ Լավ, մեզ չեք տանում, Էդգարին գոնե տարեք, արդեն առիթ ունեցել եք հետ աշխատելու։ Այո, շատ հետաքրքիր համագործակցություն էր, ես հետաքրքիր փորձառություններ Նասիմի հետ աշխատելը։ Ինչն էր տարբերությունը Էդգար։ Տարբերությունը էս էր, նոր էդ էի խոսում Մարիամի հետ, ասում եմ շատ հետաքրքիր է ինքը աշխատում։ Օրինակ թատրոնը ավելի շատ հնարավորություն է տալիս իմպրովիզացիոն դաշտի, մի քիչ ավելի ազատ է համագործակցություն ռեժիսորի հետ, բայց ֆիլմերը կարծես ավելի դեսպոտ են, ավելի հստակ գծագրած պետք է լինի։ Այս ինչ տեսանում պետք է այսպես լինի։
Օրինակ վերջերս միտեղ էի նկարվում, ասացի ծխելուն տես ես ինքս չեմ ծխում ու մի քանի հիերարխիկ sense մարդիկ խառնվեցին, զանգեցին մի 4-5 sense գլուխ իրարից, որ պետք է անպայման դա չլինի, բայց այնքան աննշան բաներ որ կարող չլիներ։ Այս տեսանում ասացին պետք կարելի է ծխել, ասացի չէ։ Ասին խնդիր չի, այնպես արեցին որ չեղավ։ Բայց դա փոքրիկ դետալ էր։ Ավելի շատ ինձ դուր եկավ Նասիմի աշխատանքը այն առումով, որ ինքը իմպրովիզացիոն թույլ էր տալի այդ բանը ինչպես զգում ես։ Այսինքն հիմնականում ինքը տեսնում է կերպարը, ինքը ասում է դու ինչ պետք է անես այնտեղ։ Ինքը ամբողջական պատկերը տեսնում է, բայց քեզ հստակ չի թելադրում։ Հստակ խնդիր է տալիս ավելի հեշտ չէ դերասանին։ Հենց այդ է, ինքը խնդիրը տալիս էր, բայց ինքը հստակ սահմանների մեջ քեզ չէր դրում, այսինքն չէր ասում գծագրած այսպես պետք է արտահայտես։ Ինքը հստակ կերպարի պատկերը տեսնում է եւ ասում է այսպես պետք է լինի, բայց դու այդ բանը ինչպես զգում ես, ասում է շատ լավ է, բերես փորձեք, այսպես փորձեք, այսինքն հստակ չի ասում հենց այս միմիկաներով, հենց այս դիրքով պետք է խաղ։ Անկամ միզանսցենային դու հնարավորություն ունես տեղաշարժելու քո զգացողությունը արտահայտելու։ Այդ ինձ թվում է ցավոտ տեղերին ենք հիմա մենք անդրադառնում մեր արկա խնդիրներին, որովհետև եթե առիթ ունեցել եք սերիալներում ունենալու մասնակցություն, հետաքրքիր է, որ շատ հաճախ երբ կա այդ դժգոհությունը հանրության կողմից, գրագետ հանրության կողմից սերիալներ չենք նայում, մեր երեխաներին թույլ չենք տալիս, որովհետև դե դու վատ ես զգում, որովհետև դու ունես ներգրավվածություն, դու գիտես քո պրոֆեսիոնալիզմը կամ այն գրագիտությունը, որ այդ կրթության տարիներին հա ձեռք ես բերել, եւ դու ուզում ես մաքսիմալ տալ այն գեղեցիկ կերպարը, բայց քո շուրջ հավաքված են նաեւ ոչ պրոֆեսիոնալներ, ցավոք, որոնք բնականաբար իրենց մասնագիտական զրո հմտություններով, դեպս հմտություն բառը այստեղ անտեղին է, լրիվ այլ աշխարհ տեսնելով քո կողքին խաղում են եւ եթե այնտեղ պատկերը խեղվում է եւ ասելիքը խեղվում է, դու էլ դրա հետ մեկտեղ թացը չորի հետ վարվում գնում եւ ստանում ես բնական վատ արձագանք։ Եվ հետաքրքիրն այն է, որ երբ բազմիցս եղել են խնդիրներ նկարահանման հրապարակում են առումով, որ սահմանափակվում է դերասանը, ենթադրենք, որովհետև դե տեսախցիկները տես դրված են, մի քիչ էլ օպերատորները ալարում են, շարժվեն եւ դա տենց ստատիկ նկարվում է, այդ հայ իրականության խնդիրն է։ Դերասանը չի կարողանում իր ամբողջ այդ էմոցիաներով, այդ պատկերացրած այդ միզանսցենը ի վերջո դերասանն էլ է, հա, եթե մտածող դերասան է, գոնե թե նախապես պատկերացնում է, մի քիչ այս կողմ չես կարող օրինակ նստել, եթե դա կերպարին համահուն չէ, որովհետև օպերատորը այդքան հավես չունի կադրով քո հետևից գալու։ Եվ ես մի անգամ կիսվել էի հետաքրքիր է այդքան հատվածով Կնքահայրը ֆիլմից, որտեղ ռեժիսորն ու դոկումենտալ հատված ցույց էին տալիս, թե ինչպես է նկարվել Կնքահայրը ֆիլմը։ Այնտեղ մի հատված կա, որ լուսավորող օպերատորը եւ ռեժիսորը վիճում են, երկուսն էլ հայտնի դեմքեր, ռեժիսորի մասին ասում է գիտեք էլ չասեմ։ Երբ ինքն ասում է, բայց իմ դերասանը պիտի ազատ լինի այս տարածքում, ինքը պիտի մաքսիմալ խաղա, ես էլ ասում եմ, բայց քո դերասանը երբ գնում է այնտեղ խաղալու եւ լույս չկա, ինչքան ուզում է այնտեղ խարազանվի, չի տեսնում հանդիսատեսը, թե ինքը այնտեղ ինչ է անում։ Եվ իրականում փորձում էին, այսինքն երկվեճ էր երկու մասնագետների դերասանի խաղի համար։ Եվ այսա կոչվում է աշխատանք։ Դրա համար ֆիլմը դառնում է դասական ֆիլմ աշխարհի համար։ Մեզ մոտ այդ անորակությունը եւ թվում է թե հեռուստադիտողը ինչ որ մի բան չի հավանում, ինքը չի կարող մասնագիտորեն ձևակերպել, ինչը չի հավանում, որովհետեւ ինքը չգիտի, որ այնտեղ այս տեսախցիկը ալարել է մի ոտեն կողմ աշխատել, բայց ինչ որ մի բան իրեն դուր չի գալիս։ Եվ դա այո, այդ սառած, սահմանափակ, դերասանին սահմանափակ, մի քիչ էլ արդեն դերասանը անտրամադիր է դառնում, որովհետև չի կարողանում լիարժեք աշխատել եւ ինքը իր հմտությունները չի կարողանում ցույց տալ, ստացվում է, որ դու գիտես այսքան, բայց պիտի խաղաս այսքան, ու այսքանը երևա հանդիսատեսի համար ու թվա թե այս մարդը անտաղանդ է, ապաշնոր է։ Արի ուտես, որ այդ աշխատանքը ռեժիսոր, դերասան, արի սենց փորձենք, պիտի նախապես արվի, հետո նոր հանձնվի էկրանին։ Իրապես հաջողությունը այնքան մանր դետալներից է կախված։ Նոր մի ճարած մենք Մարիամի մինչև այստեղ մտել է, դուք էլ դա նշեցիք, պարտները շատ կարևոր հանգամանք է, օրինակ տեխնիկական մասին խոսեցինք, նաև խոսեցիք պարտների մասին, շատ կարևոր է որ ունենաս լավ պարտներ, որովհետև այդ բանը նաև մտնորդ է, հասկանաս ում հետ ինչ ես խոսում, կարողանաք նույն լինիայի վրա այսպես ասած լինել։ Այդ է ասում Էդգարին, որ կներես որ ընդհատեցի։ Ախայն։ Ասեց, խոսում ենք, ասում եմ Էդգար, օրինակ մենք երբ որ սկսեցինք աշխատել նկարահանման տեղում, ես չեմ հիշում մի բան, որ մենք իրար հարցեր տանք կամ ինչ որ չհասկանանք իրար, նման բան չի եղել։ Ես հիշում եմ, որ մենք մտանք նկարահանման
դրանից առաջ փորձ արեցինք ուղղակի բաներով անցնելու համար, լայները անցնելու համար ու դրանից հետո նկարահանում ա եղել։ Ու ես չեմ հիշում մենք ոնց ենք նկարվել, որովհետև մենք խոչընդոտներ չենք ունեցել որպես պարտներներ։ Դե գրագետ մարդու հետ աշխատելը, այսինքն մարդը տիրապետում է իր մասնագիտությանը։ Եկեք այստեղ դա անգամ չափավորենք, հա, տաղանդի, չգիտեմ, սանդղակը որտեղ է։ Բայց այն որ քեզ այդ գրագետ մեկն է աշխատում, Էդգարը շատ լավ դիտարկում արեց, առիթ եղել է բնականաբար նաև աշխատանքի ընթացքում աշխատել շատ ավելի պրոֆեսիոնալ դերասանների հետ, որ մեր շուրջաթեն ունեն սեր ու հեղինակություն։ Դու հասկանում ես որքան է իր տաղանդը, անգամ իր որևէ խորհուրդ չի տալիս, բայց իր տաղանդը քեզ տիպում է, որ դու մաքսիմալը ներդնես այդտեղ, բացահայտես քեզ համար։ Ու ճիշտ հակառակը այդ անտաղանդ մարդը, որը չգիտի եւ չի հարգում այդ մասնագիտությունը, ինքը չգիտի դու այդ պաուզան ինչի համար ես պահում, ինչի 2 վայրկյան ոչ 5, եւ դու հասկանում ես, որ իր մասնակցությունը միայն չիմանալու է, չիմացած աչքերով նայելու, ոնց է անդրադառնում քո վրա էներգետիկ։ Այն որ ասում են դերասանը խաղում է բեմում եւ հանդիսատեսի էներգիան անմիջապես կարող է ձևավորել ամբողջ ներկայացման ընթացքը, սա ճիշտ համեմատական է պարտների հետ։ Ոնց է ինքը զգում այդ վարքյանները, իսկ դա մասնագիտական հմտության շնորհիվ է միայն տրվում, իսկ գրագետ մարդու հետ միշտ աշխատել կարելի է։ Ես ուզում եմ Մարիամ խնդրել, ինչքան էլ որ մենք ճակերտները չենք բացում, քանի որ ամռանն է լինելու ցուցադրությունը, այսպես ասած, այսինքն մոտորերս չի, հստակ հասկանալ, եթե մենք խոսում ենք թրաֆիքինգի մասին երեխաների, եթե կերպարին անդրադառնանք, հա, ինչ հալածանքի, ինչ խնդրի առաջ է կանգնել այս կերպարը։ Ինչ է անմարդկային։ Անմարդկային, հատենց շատ դաժան եք ներկայացրել։ Իմ Էլի չի ուզում բացի, բայց մի քիչ կարելի է։ Չէ, մի քիչ կա, որովհետև տեսեք, երբ մենք շատ ենք անդրադարձել իմիջիայլոց նաև տարբեր ծրագրերի այս հարթակում, որոնք գալիս են օգնելու կանանց իմիջիայլոց ինչ որ առումով իրազեկելու, որ իրենք ինչ անեն, ինչպես պաշտպանվեն եւ այլն, շատ ծրագրեր եղել են, որ մենք անդրադարձել ենք եւ իրականում այս ծրագրերի շնորհիվ է, որ մենք հասկացել ենք, որ իրականում կա նման իրողություն մեր իրականության մեջ։ Գիտեք, Հայաստանում մի քիչ ամոթ է, դե ինչպես կարող եմ ամուսնուս վրա եւ այլն, այդ թեմաները շատ են, այս բարեկամ են, մեկը ծանոթ է, ոնց կարող եմ, հա, խայտարակ կլինենք եւ սա բերում է բնականաբար այդ լրությունը բերում է այդպես ճահճացման այս թեմայի։ Մենք շատ ենք խոսել այս մասին, այս տաղավարում։ Ես պարզապես ուզում եմ իմանալ, քանի որ ձեզ հետ չի եղել, բայց կերպարը, որը խոսում է այդ մասին, հա, որտեղից է հավաքագրվել այդ փաստերը կամ որտեղից ենք, հա, մենք փորձում եղած իրողությունը կերպարի միջոցով ցույց տալու եւ հստակ ինչ է ամուսնու հալածանքին է դիմացել, թե որտեղից է այս հալածանքը գալիս, այսինքն ընտանիքից է, ամուսնուց է, որտեղից է։ Ծնողներից է, մեկ տեսնում ենք, պարզվում է, որ ծնողներն էլ կարող են։ Չէ, հայ ծնողի համար ինձ համար տարօրինակ է, բայց արյուտես որ էտել են ունեցել։ Երեխայի կերպարը ֆիլմում ինքը որբ երեխա է։ Մարմնավորում է որբ երեխայի, ոչ, հորեղբայրն է իրեն որդեգ, չի որդեգրել, ապրում է հորեղբոր մոտ, այո, պահում է հորեղբայրը։ Եվ իմ կերպարը գալով տվյալ գյուղաքաղաք պատահական տեսնում է երեխային, քանի որ ինքը իր բնույթով մայր է եւ ունի իր անցյալը որպես մայր, արդեն կապնվում է երեխայի հետ։ Ու հասկանում է, որ ինչ որ մի բան սխալ է, ինչ որ մի բան ճիշտ չի, ինչ որ մի բան երեխայի հետ կատարվում է, բայց չի հասկանում, հետևելով արդեն բացահայտում է փակագծերը, թե ինչ է կատարվում։ Եվ փորձում է բարձրաձայնել, փորձում է արդարություն առաջ տանել, փորձում է երեխային փրկել, բայց չի ստացվում, որովհետև շատ անգամ արդարությունը չէ, որ ավաղ, այո։ Վերջում տենց էլ ավարտվում է, որ չի ստացվում։ Դե կտեսնենք։ Կաբրին կտեսնենք։ Ասում են, հերիք չի ցուցադրությունը կազմակերպում եք նահանգներում, մի բաններ կգնա փառատոների։ Նաև այստեղ։ Կարող են հետո լինել էլի համագործակցություններ այլ ֆիլմերի Հայաստանում նկարվելու այն խմբի հետ, որ եկել եք։ Այո, միանշանակ։ Հիմա պատրաստվում ենք ուրիշ ֆիլմ բերելու Հայաստան, նկարահանելու, այո, նկարելու։ Մի քիչ առաջ խոսում էինք Էդգարի հետ Գյումրիի մասին 1989 թիվ երկրաշարժից 1 տարի հետո։ Թեման, էլի ձեր առաջարկն է թեման, թե միասին եք որոշել ռեժիսորի հետ։ Չէ, էս իմ առաջարկն է, տեսնենք։ Մարիամը նաև սցենարիստ է, նաև այս ֆիլմի սցենարի համահեղինակներից է, ես արդեն որպես պրոդյուսեր։ Եվ պրոդյուսեր։
Նաև պրոդյուսեր, որովհետև Նասիմ Քիանին ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր։ Եվ շատ հաճելի էր Նասիմի հետ աշխատել, որովհետև ինքը այն տեսակ ունեցող ռեժիսորներից է, որոնք որ միշտ պատրաստ են քո համար, այսինքն ես հարցերի գույտով գնում եմ առաջ ու ինքը շատ հանգիստ, ասում, այո, of course։ Դերասանին հետաքրքրող հարց ուղղեմ մասնագիտական, դուք սովորել եք նահանգներում, դա ինչ է, բուհ է, կուրսեր են, ոնց եք սովորել դերասանի վարպետություն։ Դե իմ բեմական քայլերը արել եմ Գյումրիում, Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Այնտեղ ավարտել եք, սովորել եք։ 3 տարեկանից ես խաղացել եմ Գյումրիում, Աճեմյանի թատրոնում եւ հետո տեղափոխվել եմ Ամերիկա։ Այդ որ տարիքում արդեն բավականին երիտասարդ կրկին։ Իսկ այնտեղ շարունակել եք։ Այնտեղ արդեն շարունակել եմ, այո։ Ու ոնց է առհասարակ լավ կրթություն ունեցող, դե լավ չասեմ տաղանդավոր, լավ կրթություն ունեցող դերասանի համար ոնց է դաշտը բացվում, ինքը պարզապես պիտի գնային կաստինգներին, որոնք լինում են, թե կարող է, դե հա, դաժանը ամեն տեղ, այնտեղ ուղղակի մի քիչ շուկան ավելի լայն է, բնականաբար մրցակցությունը շատ ավելի մեծ է, բայց որպես կանոն, եթե օրինակ այստեղ կա այն հնարավորությունը, որ արտիստին կարող ես տեսնել բեմում եւ արդեն առաջարկդ, հա, ունենալ ինչ-որ ֆիլմ ներգրավվածության, այնտեղ կա հնարավորություն թատրոնում լինելու եւ այդուհետ ունենալու բնականաբար թե պետք է անպայման գնալ այդ կաստինգներին։ No, տարբեր են։ Տարբեր ուղղություններ կան, տարբեր մոտեցումներ կան։ Դուք կաք այնտեղ թատրոնում կա ձեր մասնակցությունը։ Ես այս վերջերս խաղացի երկու ներկայացումներ ունեցա ապրիլ ամսին, մեկը Արլեզն էր, շատ հետաքրքիր գործ է, բայց ով էր դեմը։ Խանջանի գործն չէ՞ կա։ Չէ, Արլեզը Խանջան չէր։ Արլեզը Աստվածի։ Որ թատրոնում եք խաղացել։ Հայկական ամերիկյան թատրոններ, չեմ հիշում ոչ մի բան հիմա։ Նկատի ունեմ անձնակազմը հայ դերասաններ էին, այո, անձնակազմը հայ եւ երկրորդ ներկայացումը որ խաղացի Grandchild Թորնիկը։ Կարծեմ դա մի քիչ առաջ որ խոսեցինք այդ կնոջ գործներ։ Կարինե Խոդիկյան։ Խոդիկյանն է, Grandchild-ը։ Ժամանակակից ստեղծագործություն։ Հա, շատ սիրուն, Արլեզը եւ Grandchild-ը շատ յուրահատուկ գործեր էին։ Այսինքն հնարավորություն էլ ունես թատրոնում խաղալու եւ այնտեղից ընտրվելու քաստինգի հնարավոր տարբեր տեսակներ կան, էլի տարբեր ուղղություններ կան։ Կոնկրետ ոչինչ չես կարող ասել, կոնկրետ էսցև կա։ Ով ոնց ասում է կարողանա։ Իսկ մեր հայ դերասանների հմտությունները մասնագիտական տաղանդը ի համեմատ այնտեղի ոնց է գնահատում։ Այստեղ ու այնտեղի տարբերություն չկա։ Նույնն է։ Դեռ միանշանակ։ Մի քանի արտիստ ունենք, մի քանի սցենարներ նայելուց հետո միշտ ասում եմ, «Էս եթե հանկարծ նկարվեր Հոլիվուդում, հաստատ հիմա Օսկար էին ստացել»։ No, միանշանակ, օրինակ Էդգարը տաղանդավոր դերասան է եւ շատ հաճելի է տաղանդից բացի գրագետ դերասան է, որը որ այնքան հաճելի է աշխատել նման դե գրագետ մարդու այո բոլոր առումներով շփվելը այո հաճելի է ու հեշտ է։ Իսկ այնտեղ այստեղի դերասանի համար ավելի հեշտ է, որովհետեւ ավելի շատ հնարավորություն կա նկարվելու, իսկ այնտեղ մի քիչ ավելի վակուում է երևի թե նկարվելու համար դերասաններ, հայ դերասան նկատի ունեմ։ Այստեղ ավելի շատ թատրոններ կան եւ պրոյեկտներ շատ են, անդադ ուժի մեջ ես դնում, անդադ դա մասնագիտական լեզվի հմտություններն են, այնուամենայնիվ եթե դու այնտեղ չես մեծացել, չգիտեմ։ Իհարկե այդքան առանձնապես ուշադրություն չեն դարձնում, որովհետեւ ի վերջո բոլորն են Հոլիվուդում, հա, եկած դերասաններ եւ բոլորն ունեն իրենց սպეციფიկ ակցենտը։ Ես Սալմա Հայկին երբ տեսնում եմ անգլերեն խոսելիս, ինձ թվում է մենք նույն անգլերենով ենք խոսում տենց շատ, այո։ Նկատի ունեմ, բայց դա կարող է ինչ-որ գույն տալ, երանգ տալ եւ այլն։ Այդ խնդիրը չունենք, չնայած որ սովորաբար դե մարդը այնուամենայնիվ պիտի սցենարը կարդա եւ լեզուն այնքան տիրապետի, որ կարողանա մի բան էլ էմոցիոնալ դա վերարտադրել, անգիր առած տեքստեր չլինեն։ Այս առումով մենք ունենք խնդիր իհարկե։ Շնորհակալություն Մարիամին այ որ օգնեց անգլերենի հաղթահարման հարցում, որոշակի ակցենտներ։ Ամբողջ ֆիլմը անգլերեն է։ Այո։ Օ, այս արդեն լավ է։ Հետաքրքիր է։ Ես գիտեի հայերեն լեզվով է։ Անգլերենն է ֆիլմը, միանշանակ։ Այո։ Շատ էր բայց տեքստը Էդգար։ Այո։ Շատ չէ։ Հա, համարվում շատ, դա։ Իհարկե։ Հա, լավորում շատ։ Մեծ տեսարաններ ուներ Էդգարը, հոգեբանական եւ չէ, քո տեքստը շատ էր։ Հաղթահարել եք մի խոսքով։ Բրավո։
Շատ լավ, շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք, դե կսպասենք, հուսանք, չգիտեմ, այդ ամռանն է լինելու, եթե լինենք եթերում, վստահ եմ, որ առիթ կունենանք անդրադառնալու պրեմիերայի մասին խոսելու, իսկ եթե ունենալու է իր մասնակցությունը փառատոններում, հետեւաբար խնդիրը այնպիսին է, որ տա Աստված, հա, կարողանա, այսպես ասած, լայն շուկաներում երևալ, բարձրաձայնել այդ խնդիրը, մի բան էլ մրցանակների արժանանալ։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազդ, իսկ խոհանոցում Վահեն կազմ պատրաստ է, կտեսնենք ինչ է կատարվում։